այս շարքի վերջին դասն է, մենք հերմենևտիկա աստվածաբանական առարական ենք ուսումնասիրում և 6-րդ դասը վերնագիրն այսպես է խոսքի պատկերավորում, նախատիպեր և խորհրդանիշեր։ Տարբեր ոլորտների ենք անդրադարձել Աստծու խոսքի մեկնության վերաբերյալ նախորդ դասերի մեջ, այսօր այս երեքին ենք անդրադառնալու և ուզում եմ շեշտեմ, որ սխալ մեկնաբանություններից են ծնվում ամենամեծ մոլորությունները և շատ մարդիկ ասում են ինչպես է, որ բոլորն էլ նույն աստվածաշունչն են կարդում, երևի ձեզ էլ են այսպես ասել, նույն աստվածաշունչն են կարդում, բայց տարբեր ձևի են մեկնաբանում։ Նախորդ անգամ ընթերցեցինք Պետրոս առաքյալի խոսքը, որ տարբեր մեկնաբանություններ գոյություն չունեն, գոյություն ունի մեկ ճիշտ մեկնաբանություն և շատ սխալ մեկնաբանություններ, որոնք հակասում են այս մեկ ճիշտ մեկնաբանությանը։ Եվ այս առարկան, հերմենևտիկա առարկան կամ մեկնաբանության արվեստ կոչվող, նաև գիտություն կոչվող այս աստվածաբանական առարկան մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ կերպով մեկնաբանել։ Իսկ ճիշտ կերպով մեկնաբանելը դա այն իմաստը բացահայտելն է, որն Աստված է դրել իր խոսքի մեջ։ Աստված իր հոգով ներշնչել է մարդ հեղինակներին, նրանք գրել են, դարերի ընթացքում փոխանցվել է մեզ, թարգմանություն է տեղի ունեցել և մենք ընթերցելիս կամ մեկնաբանելիս, եթե ուսուցիչ ես, պիտի կարողանանք, թե ընթերցողը, թե ուսուցիչը կարողանա բացահայտել այն ճիշտ իմաստը, որ Աստված ենթադրել էր, Աստված դրել էր այդ խոսքերի մեջ, որոնք գրված են։ Ինչ է խոսքի պատկերավորումը։ Առաջինը խոսենք խոսքի կամ պատկերավոր խոսք, կամ խոսքի պատկերավորում, կամ պատկերավոր արտահայտություններ, տարբեր կերպերով են ասում։ Սա խոսքի կամ տեղեկատվության փոխանցման ամենաարդյունավետ կերպերից մեկն է։ Ռուսերեն բառ կա, անգլերեն նույն կերպ է հնչում իլյուստրացիա, այսինքն ինքը խոսքը պատկերավոր կերպով է ներկայացվում և աստվածաբանները հաշվել են, որ Աստվածաշնչում մոտ 8000 պատկերավորում կա։ Հիմա կասեմ ինչ է դա։ Երբ բառը կամ արտահայտությունը կիրառվում է, որպեսզի փոխանցի մի իմաստ, որ այդ բառը կամ արտահայտությունը կամ այդ առարկան, որի հետ համեմատվում է, չունի այդ իմաստը։ Այսինքն, հիմա որ օրինակներ ասեմ, պատկերացնեք, Հովհաննես Մկրտիչը տեսնում է Տեր Հիսուսին հեռվից, որ մոտենում է իրեն և ասում է. «Ահա Աստծու գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»։ Այստեղ մենք սա պատկերավոր արտահայտություն է, ինքը գառ չէր տեսնում։ Ուղղակի այս համեմատությունը իր մեջ իմաստ ուներ, զոհաբերվող գառան իմաստն էր կրում։ Հասկանում եք ինչ է, բայց պատկերավոր է սա։ Եվ օրինակ Սաղմոս 18-ի 2-րդ խոսքում գրված է. «Տերը իմ վեմն է, Տերը իմ ամուր ժայռն է»։ Տերը ժայռ չի, Աստված քար չի, բայց որպեսզի հասկանանք, այստեղ շենքի, շինության, ամրության մասին է խոսքը, և որպեսզի հասկանանք այս ամրությունը, որքան վստահ է կանգնած այն տունը, որը ժայռի վրա է կառուցված, Տերը իմ ժայռն է, Տերը իմ վեմն է արտահայտությունը, ինքը պատկերավոր արտահայտություն է։ Օրինակ, Փիլիպպեցիս 3:2 խոսքում Պողոս առաքյալն ասում է. «Զգուշացեք շներից»։ Բնականաբար շներ ասելով շներին նկատի չունի, շնացողներին գուցե նկատի ունի, այսինքն մարդկանց նկատի ունի, բայց պատկերավոր կերպով այդպես է ասում։ Եվ այսպիսի արտահայտությունները, օրինակ Հակոբոս 3:6-ում գրված է. «Լեզուն մի կրակ է»։ Լեզուն ինչ կրակ կարա լինի։ Փոքր կրակը կարա մեծ
հրդեհ բռնկի, այդպես է լեզուն ինքը մի կրակ է։ Հիմա պատկերավոր արտահայտություն, կարծում եմ արդեն հասկանում ենք ինչի մասին է խոսքը, եւ ուշադրություն են գրավում այսպիսի պատկերավոր արտահայտությունները, տպավորվում են հիշողության մեջ, նաեւ օրինակ կարող են ստիպել քեզ խորհել ինչ որ թեմայի շուրջ։ Օրինակ 52-րդ Սաղմոսի 8-րդ խոսքում գրված է. Ես Աստծու տանը կանաչած ձիթենու նման եմ։ Սա էլ է պատկերավոր արտահայտություն, կանաչած ձիթենի Աստծու տան մեջ։ Դու սկսում ես մտածել, իսկ ես կանաչած, նախ ես Աստծու տան մեջ եմ, եթե Աստծու տան մեջ եմ, փարթամ եմ, կանաչած եմ, ձիթենի եմ, ինչա ձիթենին, ինչի է այս ձիթենու հետ համեմատում։ Հետո ուրիշ տեղեր էլ կա Աստվածաշնչից, որ օգնում է հասկանալ, օրինակ Զաքարիայի մարգարեության մեջ երկու ձիթենիների մասին է խոսվում, որոնցից յուղը խողովակներով իջնում էր, հոսում էր դեպի 7 թևանի աշտանակը, ճրագակալը, եւ այնտեղ կրակ էր տալիս, յուղ էր ապահովում այդ կրակին։ Ու արդեն հասկանում ենք ձիթենի ինչա նշանակում։ Այսինքն հետո այնտեղ բացատրում է, որ այս երկու ձիթենիները երկու ծառայողներն են, իմ երկու ծառաներն են, ասում է Տերը, եւ հետո հայտնության գրքում ենք մենք տեսնում իրենց ծառայությունը, որ իրենց կյանքն են դնում հանուն Քրիստոսի։ Տեսնում եք, ինչ հետաքրքիր մտքեր կարա առաջանա եւ թեմաներ կարան առաջ գան այս պատկերավոր խոսքի մեջ։ Պատկերավոր արտահայտություն կամ խոսք, եւ մենք պիտի ուշադիր լինենք, որպեսզի հասկանանք եւ տարբերենք խոսքը ուղիղ իմաստով է օգտագործվում, թե պատկերավոր։ Եվ մեկնաբանության իմաստով շատ կարևոր է այս երկուսը զանազանելը։ Օրինակ Եսայիայի մարգարեության 55-րդ գլխի 12-րդ խոսքում գրված է բոլոր ծառերը ծափ պիտի տան։ Ծառերը ինչպես կարող են ծափ տալ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ սա ուղիղ իմաստով երբեք չի կարող լինել, այսինքն ցնծության, ծափ, ուրախության ծափ են տալիս ծառերը, սա ուղղակի պատկերավոր խոսք է, կամ Տեր Հիսուսի, հիշում եք Հովհաննեսի 6-րդ գլխում, այս կիրակի եմ խոսել այդ մասին, հաղորդության ժամանակ ասում է պիտի ուտեք իմ մարմինը եւ խմեք իմ արյունը, եթե չուտեք իմ մարմինը եւ չխմեք իմ արյունը, իմ հետ բաժին չունեք, փրկություն չունեք։ Մենք հասկանում ենք, որ սա ուղիղ իմաստով չի կարող լինել, այստեղ միտք կա, եւ արդեն մենք հասկանում ենք, որ սա պատկերավոր խոսք է, եւ փորձում ենք հասկանալ իսկ ինչի նկատի ունի Տերը, եւ հաղորդության բոլոր падգամների մեջ ես փորձում եմ բացատրել ինչ ի նկատի ունի Տերը, երբ որ ասում է պիտի ուտեք իմ մարմինը եւ խմեք իմ արյունը, որովհետեւ դա ուղիղ իմաստով, ֆիզիկական իմաստով նա հաստատ ի նկատի չուներ, թեև իրեն լսողները չհասկացան։ Պատկերավոր խոսքը կարող է լինել համեմատության տեսքով, օրինակ առաջին Պետրոս 1:24-ում գրված է ամեն մարդ խոտի պես է, խոտի պես նկատի ունի, որ անցողիկ է կյանքը, ինքը շատ արագ կանաչեց, հետո չորացավ, հետո էլ կարավ այրվի, արդեն հասկանում ենք, որ սա համեմատություն է։ Օրինակ Տեր Հիսուսն ասում է ձեզ ուղարկում եմ, սա Ղուկաս 10:3-ն է, ձեզ ուղարկում եմ իր աշակերտներին է ասում, որպես գառներ գայլերի մեջ։ Տեսեք, կրկին համեմատություն է սա։ Ինչ ենք հասկանում, որ իր աշակերտներին, որոնց երկու ուղարկեց գայլերի մեջ, այսինքն վտանգավոր միջավայր, բայց իրանք չէին գնում զինված, անգամ ասեց ձեր հետ ոչինչ չվերցնեք, Աստված է ձեր հետ եւ դուք անհանգստանալու ոչ մի բան չունեք, նաեւ սնունդի առումով, նաեւ մնալու տեղի առումով, Աստված ձեր համար կհոգա, բայց իմացեք, որ այս վտանգավոր միջավայրում դուք գնում եք որպես գառներ գայլերի մեջ, բայց չվախենաք։ Այսինքն գառներին պահող հովիվը իր գառների հետ է։ Արդեն տեսեք, հովիվն էլ այստեղ ավելացավ։ Եվ մենք հասկանում ենք շատ
համեմատություններ իմաստ ունեն։ Սա ասում եմ, որպեսզի մենք մեկնաբանության ժամանակ կարողանանք տարբերել ուղիղ իմաստով ասվածը եւ այդ պատկերավոր խոսքի իմաստով ասվածը։ Բացի համեմատությունը կարան նաեւ փոխաբերություններ լինեն։ Տեսեք, այնտեղ համեմատումը ամեն մարդ խոտի պես է, պես են, սա համեմատությունն է։ Իսկ օրինակ Եսայա 46-ում գրված է ամեն մարմին խոտ է։ Սա փոխաբերական իմաստն է, ուզում եմ տարբերեք այս երկուսը։ Կամ Մատթեոսի 5:13-ում չի ասում հավատացյալները աղի նման համ պիտի տան։ Եթե ասի աղի նման համ պիտի տան, սա համեմատությունն է։ Այնտեղ գրած է դուք այս երկրի աղն եք։ Սա փոխաբերական իմաստով ասվում։ Կամ Աստվածաշնչում կան նաև չափազանցություններ։ Պատկերավոր խոսքը, եւ սա ընդունելի է։ Չափազանցությունը, երբ որ դուք ձեր վկայություններն եք պատմում, մի չափազանցրեք, որովհետեւ սա սուտ է, դա այդպես չի եղել ու դու այդպես ես ասում։ Չափազանցությունը ինքը սուտ չի, որովհետեւ լսողը գիտի, որ դա չափազանցություն է։ Եթե դու մի բան ես ասում, օրինակ երեխային ասում ես կամ մեկին մի անգամ վկայության հետ մեջ պատմում ես, ասում ես, ոնց որ Աստված 1000 անգամ ինձ նույն բանը ասեց։ Մենք հասկանում ենք, որ 1000 անգամ չի ասել, բայց շատ է ասել, եւ որպեսզի շատ ասես, մեր լեզվի մեջ այս չափազանցությունը ընդունված է։ Ասենք ծնողը երեխային կարա ասի 1000 անգամ քեզ ասվեցի, ինչ էլի նույնն ես անում, հիմա մենք հասկանում ենք, երեխան կասի ոչ, դու ինձ 1000 անգամ չես ասել, դու ինձ 189 անգամ ես ասել։ Դա դրամասին չի, այսինքն նույն կերպով 6-րդ Սաղմոսի 6-րդ խոսքում, տեսեք, Սաղմոս 6-ի 6-ում գրված է. ես հոգնել եմ իմ հառաչանքներից, ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը եւ իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։ Ասում եմ, այնքան եմ լացում, որ անկողինս ամբողջ գիշեր լվանում եմ իմ արցունքներով, թրջվում է իմ անկողինը։ Հասկանում եք, որ սա չափազանցություն է, մարդու արցունքները երբեք չեն կարա, այն կարա թրջվի որոշակի հատված, բայց չես կարա այդ թրջվածով անկողինդ լվանաս, բայց որպիսի ցավի, տառապանքի, այս զգացմունքային տխրության, տրտմության ապրումները փոխանցի, այսպիսի չափազանցություն է ասում, որը ընդունելի է։ Աստվածաշնչի իմաստով, ուղղակի մեկնության իմաստով մենք պիտի հասկանանք, չասենք, որ Աստվածաշնչում է գրված, ուրեմն այդպես է, ճիշտ է, սա գրական ոճ է, ներկայացման ոճ, եւ մենք պիտի կարողանանք ճիշտ մեկնաբանել գրվածը։ Նաեւ հակադրություններ կամ չափազանցության մի օրինակ էլ ասեմ, Տեր Հիսուսն է ասում է փարիսեցիներին Մատթեոսի ավետարան 23-24-ում ասում է դուք մժեղը քամում եք, ուխտը կուլ եք տալիս։ Հաստատ փարիսեցիները ուխտ կուլ չէին տալիս, ոչ էլ մժեղը բռնում քամում էին։ Հասկանում եք, ինքը չափազանցություն է, որի մեջ իմաստ կա, որը մենք եթե ճիշտ մեկնաբանենք, կգտնենք այն իմաստը, որը Աստծո խոսքը փոխանցում է մեզ։ Հակադրություններ։ Օրինակ Փիլիպեցիս 3:9-ում գրված է կեղծ հավատացյալների մասին, գրված է, որ նրանց Աստված իրենց որովայնն է, եկեք հիշելով չասեմ, բացեմ Փիլիպեցիս 3:9 Սխալ եմ գրել։ Օգնեք ինձ գտնեմ հատվածը, բայց այսպես եմ հիշում, նրանց Աստված իրենց որովայնն է, նրանց փառքը իրենց ամոթն է։ Լավ, նրանց փառքը իրենց ամոթն է եւ հասկանում ենք, որ այստեղ հակադրություն է, փառքը ուրիշ բան է, ամոթը ուրիշ բան է։ Գտակ 9 եմ գրել, 3:19 պիտի լինի։ 3:19, այո, նրանց վախճանը կորուստ է, նրանց Աստվածն իրենց որովայնն է եւ փառքը իրենց ամոթն է։ Նրանք երկրային բաներ են մտածում։ Կամ հակադրության օրինակ է նաեւ
մեզ շատ հայտնի Հռոմեացիս 12:1-ը, որտեղ խոսում է նրա մասին, որ մենք պիտի կենդանի զոհեր լինենք։ Ինչ է նշանակում կենդանի զոհ։ Զոհը մեռած է լինում, բայց այստեղ զոհաբերության մասին է խոսում, բայց կենդանի զոհաբերության։ Եվ այս հակադրությունների մեջ սա էլ է պատկերավոր խոսք, որ տպավորվում է եւ շատ Աստվածաշունչը օգտագործում այսպիսի պատկերավոր խոսքեր։ Ճշգրիտ մեկնաբանության համար պատկերավոր խոսքերը մենք պետք է տեսնենք նախ պատկերը, հասկանանք իրական իմաստը, որ կա այդ պատկերի հետևում։ Օրինակ, եւս մեկ օրինակ։ Մատթեոսի 8-րդ գլխում է Տերը ասում է թող, հիշում եք, որ մեկ ուզում էր իր աշակերտը դառնար, ասեց հայրս մեջալուց չի ասում հայրս մահացել է, թող թաղեմ, այնտեղ ուրիշ իմաստ կա այստեղ, որովհետև մենք որ կարդում ենք մեր մշակույթով, այս մարդը ինչ սխալ բան է անում, մենք մտածում ենք հայրը մահացել էր, ինքն էլ ասում էր, ասենք մենք ոնց ենք անում, չէ, ասենք հոգեհանգիստ, հետո հաջորդ օրը թաղում, այն մյուս օրվանից ազատ եմ, ասում եմ թաղեմ հորս, նոր գամ դառնամ քո աշակերտը, բայց մշակութային, հիմա գնում եմ նախորդ դասերին, մշակութային համատեքստը ուսումնասիրելուց հետո տեսնում ենք, որ հրեաները եւ Աստվածաշնչում շատ կա այդպիսի հատված, նույն օրն էին թաղում մարդուն։ Հիշում եք Անանիայի Սափիրայի պատմությունը։ Նույն օրը, անգամ կինը չգիտեր, որ ամուսնուն թաղել են, մահացավ, տանում էին, թաղում էին։ Այսինքն այստեղ խնդիրը այդ չէր, որ մահացել էր հոգեհանգիստը պիտի լիներ, ինքն էլ խնդրում էր թաղումից հետո դառնա իր աշակերտը, Տերն էլ մերժեց, չէ։ Այստեղ ուրիշ մշակութային հարց կա, ես մի քիչ շեղվում եմ թեմայից, բայց կարևոր է սա, ճիշտ մեկնաբանելու համար Աստվածաշունչը, շատ կարևոր է մշակութային համատեքստը։ Ուրեմն համատեքստը հետևյալն էր, առաջնեկը, եթե կազմակերպում էր հոր թաղումը, ինքը ստանում էր առաջնեկի բաժինը։ Եթե առաջնեկը ինչ որ պատճառով չէր կարողանում հոր թաղումը կազմակերպել, այն տղան, որը կազմակերպում էր, այն որդին, որ կազմակերպում էր, ինքն էր ստանում առաջնեկի բաժինը։ Իսկ առաջնեկի ժառանգության բաժինը կրկնակի էր։ Եվ ինքը ասում է, հայրս արդեն տարիքով է, ես չգիտեմ, 1 տարի կապրի, 5 տարի կապրի, ինչքան կապրի, բայց ես հիմա որ թողեմ գամ քո աշակերտը դառնամ, դու էլ ճամփորդում ես տարբեր տեղերով։ Բա որ հանկարծ հայրս մահանա, գիտես ես ինչից եմ զրկվելու։ Հասկանում եք, մշակութային համատեքստը մեզ հուշում է այս ամեն ինչը, եւ հասկանում ենք Տեր Հիսուսի խոսքերը, արդեն զարմանալի չի, որ Հիսուսը ասում է, թող մեռելները թաղեն իրենց մեռելին։ Այսա պատկերավոր խոսք է, որովհետեւ մեռելները չեն կարա հլնեն իրենց մեռելին թաղեն։ Սա կենդանի մարդկանց մասին է խոսքը, ովքեր որ Քրիստոսին չեն ընդունել իրենց Տեր ու Փրկիչ։ Տեսեք ինչքան խորություններ կա Աստվածաշնչի մեջ, թե մշակութային համատեքստը, թե պատկերավոր խոսքը մեզ բացահայտում են այն ճշմարտությունները, մենք չենք որոնք գրված է Աստվածաշնչում, եւ մենք չենք ընկնում մոլորությունների մեջ։ Պիտի հասկանանք համեմատության նպատակը, իմաստը եւ մի բան զգուշացնեմ ու անցնեմ հաջորդ բաժնին, շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ օրինակ Աստծո խոսքը համեմատվում, ասենք, ջրի հետ, մենք հիմա կգանք նախատիպերին, կամ պատկերներն էլ, հենց պատկերներն էլ, սա է նշանակում այստեղ, մնացած բոլոր տեղերում էլ դա պիտի դա նշանակի, ոչ։ Պատկերները, սրանք երազահանի նման չեն, որ, չգիտեմ, այդ գուշակության միջալոց երազահանությունը մերժելի է, Աստված է տալիս երազների մեկնություն, բայց մենք չպիտի ասենք օրինակի համար, չգիտեմ, Հովսեփը, որ ասեց, այս ինչ երազի մեջ, այս ինչ բանը սենց է նշանակում, դու այդ երազը տեսար, ուրեմն դա էլ քո երազի մեջ է դա նշանակելու, ոչ։ Ինքը ամեն երազ կարա Տիրոջից իր մեկնությունը ունենա, երազներ էլ կան, որ կարող է Տիրոջից չի եւ առանց մեկնության մնան։ Խնդիրը էսի չի։ Նաեւ պատկերավոր խոսքը միշտ չի, որ այս բանը, այս խոսքի մեջ սա նշանակեց, այն մեկի մեջ էլ է դա նշանակելու, ոչ։ Եվ մենք կտեսնենք
տարբեր օրինակների մեջ, որ տարբեր իրավիճակներում տարբեր համեմատություններ, տարբեր բաներ կարող են նշանակել։ Հիմա գանք երկրորդին, կարծում եմ, որ պարզ էր պատկերավոր խոսքի ինչա, գանք նախատիպերին։ Ինչա նախատիպը։ Նախատիպերի կիրառությունը տեսնենք։ Օրինակ, առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը սկսում է նկարագրությամբ, որ 5 տակարանյան Մովսեսի ժամանակների իրադարձություններն են։ Եգիպտոսից դուրս գալը, անապատում, ամպիսյունը, ծովի բացվելը, խոսում է այս մասին, անապատում ժողովրդի կռապաշտությունը եւ 6-րդ խոսքում ասում է եւ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացողներ չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։ Այ օրինակ լինելը դա նախատիպն է։ Օրինակ առաջին Կորինթացիս 5:7-ում գրված է, որ Քրիստոս, եկեք բացեմ կրկին, ասում է հին խմորը մաքրեք, որպեսզի նոր անթեթ խմոր զանգված լինեք, որովհետև մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։ Այստեղ հասկանում ենք, որ այն պատմությունը, որ Մովսեսի ժամանակներում անդրանիկների հարվածից առաջ տեղի ունեցավ, այդ պատմությունը իրենով նախատիպ էր։ Ինքը իրենով նախատիպ էր եւ գառը, որ մորթվեց, նախատիպ էր։ Անթեթ խմոր հացը նախատիպ էր։ Ինչի արդեն հասկանում ենք, գալիս ենք եւ Քրիստոսի զոհն ենք հասկանում, մեղքից մաքրվելն ենք հասկանում, մեղքը մեր կյանքից հեռացնելն ենք հասկանում եւ այսպիսի նախատիպերը մեզ օգնում են, որպեսզի աստվածաշնչյան ճշմարտությունները ճիշտ մեկնենք։ Օրինակ, Հակոբոս 5:17-ում Եղիան ջերմեռանդ աղոթքով աղոթողի նախատիպ է ներկայանում։ Եփեսացիս 2:21-ում եկեղեցին համեմատվում է 5 տակարանյան տաճարի հետ։ Կամ Հովնանի ձկան փորում լինելը Տեր Հիսուսը Մատթեոս 12:40-ում համեմատում է իր մահվան եւ 3 օր հետո խաչի վրա մահի եւ 3 օր հետո գերեզման դրվելու, ավելի ճիշտ, եւ 3 օր հետո հարության, ինչպես Հովնանը ձկան փորից դուրս եկավ Նինվեի ափին, այնպես Տերը ասում է, ես հարություն եմ առնելու եւ սա կլինի նշանը։ Այսինքն նախատիպ էր այն իրադարձությունը։ Եվ նախատիպը փոխաբերական իմաստ չի, փոխաբերություն չի։ Որ ասում է դուք երկրի աղն եք, սա փոխաբերություն է։ Դե մենք աղ չենք, բայց այն ինչ որ տեղի է ունեցել, սա նախատիպ էր նրան, ինչ որ պիտի տեղի ունենար։ Տոները մենք շատ լավ գիտենք, Պասեքի մասին, Զատիկի մասին խոսեցինք, ճիշտ թարգմանությունը Պասեքն է, ասենք Պենտեկոստեի տոնը Սուրբ Հոգու իջնելու նախատիպն էր։ Այնտեղ մնացած տոները, հիմա չնշեմ, շաբաթը, խորանը, վարագույրի պատրվելը, զոհաբերությունները, նաև Կողոսացիս 2-րդ գլխի 16-17 խոսքերում հենց սրանց մասին խոսելիս ասում է սրանք գալիք բաների շուկն էին, ստվերն էին։ Մենք հասկանում ենք ինչա նախատիպը եւ շատ ուշադիր եղեք մեկնելուց, որ ճիշտ հասկանանք նախատիպի իմաստը եւ մենք չհորինենք նախատիպեր։ Որտեւ Աստվածաշունչը ինքը խոսում է նախատիպերի մասին եւ մենք իրավունք չունենք վերցնենք, ասենք, վայ ինչ լավ կստացվի, որ էսի համեմատենք սրա հետ, սրան էս իմաստը տանք, մենք իրավունք չունենք իմաստ տալու, մենք պիտի իմաստը բացահայտենք։ Լավ, այստեղ ուշադիր եւ զգույշ լինենք։ Վերջինը եւ ավարտեմ խորհրդանիշեր։ Օրինակ Մելքիսեդեկը Քրիստոսի քահանայության նախատիպն էր։ Նախատիպը ունի իմաստ, իսկ խորհրդանիշին տրվում է իմաստ։ Հիմա ասեմ, որ գիտեմ, որ դժվար է հիմա հասկանալ, բայց հիմա որ օրինակը բերեմ,
Օրինակ Երեմիայի 24-ի 3-ից 5 խոսքերում Աստված ասում է Երեմիային. տեսնում ես այդ թզերը։ Այո, լավ եւ վատ թզեր էին, ասում է լավ թզերը դա գերության ուղարկված հրյաներն են։ Ինքը տվեց իմաստ։ Ոչ ոք թզերին նայելով չէր հասկանա այդ իմաստը, բայց Աստված իր խոսքի մեջ լավ թուզը վերցրեց եւ խորհրդանիշ որպես նոր իմաստ տվեց։ Մելքիսեդեկի քահանայությանը նոր իմաստ չենք տալիս մենք նախատիպներ Քրիստոսի քահանայության, որը հավիտենական քահանայություն է, որը ավելի բարձր է, քան ղևտական Ահարոնի քահանայությունը։ Բայց այստեղ նոր իմաստ է տրվում։ Եվ խորհրդանիշի մեկնաբանության համար նախ մենք պիտի հասկանանք ինչ է խորհրդանիշը, որն է առարկան, իմաստային կապը նրա հետ ում վերաբերվում է եւ Աստվածաշնչի մյուս հատվածների մեկնությունը բացահայտում է, որտեղ Աստվածաշունչը հաճախ ինքն է օգնում խորհրդանիշերը բացահայտելու հարցում։ Օրինակ հայտնություն 9:1-ում գրված է, որ հրեշտակին տրվեց անդունդի գուբի բանալին։ Հայտնություն 20:1-ը բացատրում է, որ սա սատանային 1000 տարով փակելու համար էր։ Դանիելի 7:7-ում մենք տեսնում ենք գազանին, որ 10 եղջյուր ունի։ Դանիելի 7:24-ը ասում է, որ սրանք 10 թագավորներ են։ Սրանք խորհրդանիշեր են։ Դու որ եղջյուրը տեսնես, չես կարա իմանաս, որ դա թագավորություններ է, բայց Աստծո խոսքը այս խորհրդանիշերին իմաստ է տալիս։ Եվ մենք պիտի զգուշանանք խորհրդանիշերի բոլոր որակները կիրառելուց։ Հիմա ասեմ ինչով։ Օրինակ սատանան խորհրդանշորեն համեմատվում է առյուծի հետ։ Հիշում եք, առաջին Պետրոս 5:8-ում գրված է, որ նա մռնչացող, ասում է զգոն եղեք, զգույշ եղեք, սատանան մռնչացող առյուծի պես ման է գալիս, թե ում կուլ տա։ Հիմա սխալ մեկնաբանությունը կլինի, որ վերցնենք առյուծը եւ ասենք առյուծը քաջ է, չէ՞, առյուծի որակները սկսենք սատանային վերագրել։ Մենք հասկանում ենք, որ դա սխալ է, որովհետեւ նույն թեմայի շուրջ Հակոբոս 4:6-ում մենակ գրված է հակառակվեք սատանային, հնազանդվեք Աստծուն, հակառակվեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Եթե մենք ասում ենք քաջ է, ուրեմն ինքը չպիտի փախչի։ Ուրեմն ինքը քաջ չի։ Ինքը ուղղակի այդտեղ համեմատվում է առյուծի հետ, ոչ թե առյուծի մյուս որակները, որ չգիտեմ, թակավոր է, քաջ է, գիտենք մենք առյուծի որակները, լավ, դրա համար չի համեմատվում, ինքը համեմատվում է, որ վտանգավոր է, այդքան վտանգավոր է, ինչքան առյուծն է վտանգավոր, եւ մենք պիտի ուշադիր լինենք, որ խորհրդանիշերը չվերցնենք ու դրա վրա պատգամ կառուցենք կամ մեկնություններ անենք, ասենք եթե առյուծի հետ համեմատում, ուրեմն այսպիսին է ու այսպիսին է, ոչ։ Պիտի հասկանանք տվյալ խորհրդանիշը, տվյալ համատեքստում ինչ իմաստ է իր մեջ կրում։ Եվ կարող են մի քանի խորհրդանիշեր նույն բանին վերաբերվել։ Օրինակ Սուրբ Հոգին համեմատվում է քամու հետ, ջրի հետ, ու շատ այլ համեմատություններ կամ Աստծո խոսքը հացի հետ է համեմատվում, կաթի հետ է համեմատվում, ջրի հետ է համեմատվում, եւ այստեղ էլ պիտի ուշադիր լինենք։ Անունները կարող են ունենալ նշանակություն, օրինակ Հիսուս անունը կամ Էմանուել անունը ունի նշանակություն, եւ Հիսուս նշանակում է փրկիչ, Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ։ Բայց պիտի ուշադիր լինենք, որովհետեւ ես երբեմն լսում եմ պատգամներ, որ 5 տակարանյան անունները, որոնք բոլորն էլ նշանակություն ունեն, վերցնում են եւ սկսում են, օրինակ սա գնաց սրա մոտ, պես նրա անունն են վերցնում, նրա անունն են վերցնում ու պատգամ են կառուցում դրա շուրջ։ Այսպիսի բաներ, այսինքն մենք ենք արդեն իմաստ տալիս խորհրդանիշերին, ոչ թե Աստծո խոսքն է իմաստ տալիս, այլ մենք վերցնում ենք քաղաքների անունները, մարդկանց անունները, այս մարդը գնաց այս քաղաք, հետո այս քաղաք, հետո այս քաղաք, հետո այս քաղաք ու սկսում ենք քարոզ կառուցել դրա շուրջ։ Քաղաքի իմաստը կար, մարդու իմաստն էլ կար, բայց մենք իրավունք չունենք դրանք, ասենք որ օրինակ հոգևոր աճի
հերթական աստիճաններն են սրանք, սրանից հետո սա է գալիս, սրանից հետո սա է գալիս։ Աստվածաշունչը այդպիսի բան մեզ չի փոխանցում, պիտի ուշադիր լինենք խորհրդանիշերի հարցում։ Գույները կարող են խորհուրդներ ունենալ իրենց մեջ, օրինակ սպիտակ գույնը, մաքրություն, ծիրանին, գիտեք, թագավորական, բայց պիտի ուշադիր լինենք, ասենք, եթե կապույտի մասին ոչինչ գրած չի կամ ոսկեգույնի մասին ոչինչ գրած չի, մենք չհորինենք ու նոր իմաստներ տանք։ Այն ինչ որ Աստվածաշունչը փոխանցում է, հիշեք, խորհրդանիշը, օրինակ սպիտակ գույն որ տեսնում ես, երբեք չես մտածում, չգիտեմ, սպիտակը, եթե դու մտածես, որ սպիտակը մաքրություն է, Աստվածաշունչը չասի, պատկերացրեք, Աստվածաշունչը չի ասում, դու ես մտածում, այն մեկ կասի իմ համար էլ կապույտն է մաքրություն, օրինակի համար։ Ես շատ եմ սիրում կապույտ գույնը։ Մենք պիտի վերցնենք այն ինչ որ Աստվածաշունչն է ասում։ Այո, Աստվածաշունչում գրված է, որ սուրբերին, հա, նոր հանդերձ տրվեց սպիտակ բեհեզ, որ սուրբերի արդարությունն է։ Եվ սա արդեն հիմք է, որպեսզի մենք կարողանանք այս խորհրդանիշի հետևում իմաստ դնել։ Իրականում շատ ծավալուն էր թեման, ես փորձեցի 6 դասի մեջ տեղավորել մեկնաբանության այս արվեստի գիտության սկզբունքները եւ կարծում եմ, որ եղածն էլ օգտակար կլինի, բայց երևի մի 6 դաս էլ լիներ օրինակներով եւ հատկապես այս դասը ես շատ բաներ կրճատել եմ, բայց եղածը այս 6 դասերը միտքս կիսատ մնաց 6 դաս էլ լիներ բավարար չէր լինի, որովհետև շատ խորն է այս առարկան եւ շատ կարեւոր է, բայց եղածը ինչ որ կարողացանք այս 6 դասի մեջ փոխանցել, ընդունել, սովորել, կարծում եմ, որ լավ հիմք կլինի, որպեսզի մենք զգուշանանք մոլորություններից եւ երբ որ կլսենք պատգամ, կլսենք ուսուցում, կլսենք քարոզ, որտեղ կհնչեն կամ գիրք կարդանք, որտեղ մարդիկ կփորձեն սխալ մեկնաբանել Աստվածաշունչը եւ իրենց ուզած վարդապետությունը տեղավորել Աստվածաշնչի խոսքերի մեջ, գոնե մեր մոտ կարմիր լույս կվառվի եւ մենք կզգուշանանք այդպիսի մոլորություններից։ Եվ եթե ինքներս ուսումնասիրենք, արդեն կհասկանանք եւ կզգուշանանք, որպեսզի մեկնաբանության այս գիտության սկզբունքները կիրառենք ու ճիշտ գիտելիք վերցնենք եւ կարողանանք հասկանալ այն ճշմարտությունները, որ Աստված է դրել իր խոսքի մեջ, այլ ոչ թե այն, ինչ որ մարդն է ուզում, որ այդպես լինի։ Կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք մեր Տեր։ Խնդրում ենք Տեր, որ այս գիտելիքը, որ դու տալիս ես մեզ, իրապես մաքրագործող ազդեցություն ունենա եւ մենք կարողանանք վերցնել Աստվածաշնչից այն մաքրամաքուր խոսքը, որ դու ես դրել Տեր։ Օգնիր ամեն մեկիս, օգնիր բոլոր եկեղեցիներին, որ Աստվածաշունչը չհարմարացնեն սեփական վարդապետություններին, այլ հենց սեփական վարդապետությունները ստորադասեն Աստվածաշնչին։ Օրհնյալ Աստված, լսիր մեր աղոթքը, լսիր մեր աղաչանքը, սկսիր հենց մեզնից, որ մենք մեր պատկերացումներով չշարժվենք, այլ քո խոսքով, որ մենք քո կենթանի խոսքի հետ կենթանի հաղորդակցություն ունենանք եւ վերցնենք այն ճշմարտությունները, որոնք ազատում են, այն ճշմարտությունները, որոնք կյանք են տալիս, այն ճշմարտությունները, որոնք քո եկեղեցին կլցնեն քո զորությամբ եւ քո հոգու առաջնորդությամբ։ Տուր մեզ ճանաչել քո խոսքը եւ հեռու մնալ ամեն սխալ պատկերացումից, մարդկային ավանդույթից, եկեղեցական ավանդույթից, որոնք հակասում են քո խոսքին, այլ ապրել քո խոսքի մեջ եւ ընդունել քո խոսքը եւ հնազանդվել քո խոսքին։ Օգնիր մեզ Տեր, խնդրում ենք քեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։